Եղանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որտեղ նրանցն է երկնքի արքայությունը։ Նախ պետք է հասկանանք ինչ է երանությունը։ Ինչ է երանություն, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Երանություն նշանակում է բոլոր բարիքների ամբողջացում։ Բարիքները մարդու լինում են հոգևոր եւ մարմնավոր։ Երկնքի արքայության մեջ այս բոլոր բարիքների ամբողջացումը պետք է լինի։ Օրինակ, մեր մարմին այս աշխարհում առողջ չէ, չէ՞։ Երբեմն հիվանդանում ենք, կատարյալ առողջ մարդ կարելի ասել չկա աշխարհում, բայց երկնքի արքայության մեջ արդարներն ու սուրբերը կատարյալ առողջություն պետք է ունենան։ Ուրեմն մարմնավոր երանություններից մեկը կատարյալ առողջությունն է։ Մենք այս աշխարհում ծերանում ենք, ի վերջո մահանում ենք։ Երկնքի արքայության մեջ կատարյալ տարիքին պետք է լինեն արդարները, չեն ծերանալու։ Կատարյալ տարիքը ո՞րն է։ 30-ամյա հասակն է, որտեղ 30 տարեկանում Ադամը ստեղծվեց, 30 տարեկանում Քրիստոս մկրտվեց։ Ուրեմն 30 տարեկանը դա կատարյալ տարիքն է։ Բոլոր արդարներն ու սուրբերը երկնքի արքայության մեջ միշտ 30 տարեկանում պետք է լինեն, չեն ծերանալու։ Մինչև այդ դեռևս կատարյալ տարիք չի, դրանից հետո կրկին կատարյալ տարիք։ Ուրեմն կատարյալ տարիքը համարվում է ըստ եկեղեցու հայրերի 30 տարեկան։ Անծերանալի հասակ են ասում։ Արդարները երկնքի արքայության մեջ անծերանալի հասակ պետք է ունենան, 30 տարեկանից չեն ծերանալու։ Անմահ են լինելու։ Այս աշխարհում մեղքի պատճառով մենք մահկանացու դարձանք, որտեղ Աստված Ադամին ասաց, երբ ուտես կմեռնես։ Մենք էլ կերանք Ադամի հետ ու մահկանացու դարձանք։ Մեռնում ենք այս կյանքում։ Եվ Ադամը երկու մահ ապրեց։ Նախ հոգով մեռավ, այնուհետև 930 տարի ապրելուց հետո մարմնով մեռավ։ Եվ մեր Տերը Հիսուս Քրիստոս երբ աշխարհ եկավ, այս երկու մահվան գինը վճարեց, երկու ծնունդ տվեց մեզ, երկու մահվան փոխարեն։ Առաջին ծնունդը մեզ տվեց, երբ որ մկրտվեց։ Մեզ էլ վերստին ծնունդ ասաց, ով հոգուց եւ ջրից չծնվի, չի կարող մտնել երկնքի արքայություն։ Եվ երբ երկրորդ անգամ ծնվեց, այսինքն մեռելներից հարություն առավ, առաջինը հոգևոր ծնունդ, երկրորդը մարմնավոր ծնունդ տվեց, այսինքն Քրիստոսի մկրտությամբ մենք հոգու մահվանից ազատագրվեցինք, Քրիստոսի հարությամբ մենք մարմնի մահվանից ազատագրվեցինք։ Մեր մարմիններն էլ պետք է մեռելներից հարություն առնեն։ Վերստին ծնունդը եւ մեռելների հարությունը, Քրիստոսի մկրտությունը եւ հարությունը մեզ հոգու եւ մարմնի մահվանից ազատագրեցին։ Ուրեմն Քրիստոսով մենք անմահացանք։ Սկզբում հոգով, հետո մարմնով։ Ինչպես Ադամը սկզբում հոգով էր մեռել, հետո մարմնով մեռավ, այդպես էլ մենք սկզբում հոգով ենք կենդանանում եւ աշխարհի վաղճանին նաեւ մարմնով կկենդանանանք մեռելների հարության ժամանակ։ Մեր մարմինները առողջ կլինեն եւ հզոր կլինեն,